աշխարհագրությունը չես կարող փոխել։ Հիմա ադրբեջանցին ասում է, որ Աստծո պատիժա, որ մեր ու Թուրքիայի միջև մի հատ Հայաստան կա, մենք էլ ասում ենք Աստծո պատիժա, որ մեր երկու հարևանները թուրքերն ու ադրբեջանցիներն են։ Բայց սա իրականությունն է, եւ այդ իրականության հետ մենք պետք է առերեսվենք։ Բայց հաշվի առնելով մեր հնարավորությունները, տարածաշրջանի այս փոփոխությունները, ես կարծում եմ, որ մենք այլ ընտրանք չունենք, քան այս իրողության հետ հաշվի նստել եւ առաջ շարժվել։ Եվ մեզ համար է բավականին անսովոր եւ Ադրբեջանի համար է անսովոր էլի այս իրավիճակը։ Կովկասը մեր ընդհանուր տունն է։ Սա չի ճիշտ հաշվարկ կատարվել։ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը այս Կովկասյան մեկ տարածաշրջան են, եւ իհարկե լավ կլիներ, որ այդ ընկալումը լիներ անկախության հենց սկզբնական շրջանում, եւ եթե այդ ընկալումը լիներ, ապա մենք ավելին կհասնենք, բայց կրկնում եմ, եթե ուրեմն պատերազմական հռետորաբանությունը այսպես խլացված պահվի, շատ կարճ ժամանակահատվածում տնտեսական, քաղաքական հարաբերություններ են հաստատվելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որովհետեւ մենք ունեցել ենք խորհրդային անցյալ, հիշողություն, իհարկե ես չեմ ուզում մի կողմ թողնեմ կամ անտեսեմ այն բազում տասնյակ հազարավոր զոհերը, վիրավորները, էթնիկ զտումները, դեպորտացիաները, այդ ամեն ինչ չեմ ուզում մի կողմ թողնել, բայց ճիշտ աշխատելու դեպքում, այո, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրար հետ լեզու գտնել եւ մենք ուրիշ ճանապարհ էլ չունենք։ Եթե կա մեկը, որը կարող է ասել որն է այդ ճանապարհը, կարող է ասել, բայց միանգամից հակափաստարկը պիտի բերենք, բայց ճանապարհը ինչի առաջ չգնաց։